Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 11 փետրվարի օրը չորեքշաբթի։ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը, ամփոփել է Միացյալ Նահանգների փոխնախագահի Երևանյան այցը, բանակցությունների արդյունքները, խոսել Թրիպի տնտեսական օգուտներից, հայ-ռուսական հարաբերություններից եւ ոչ միայն։ Մանրամասները ռեպորտաժում։ Վարչապետը հարցազրույցը սկսեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի պատմական այցի ամփոփմամբ եւ այսպես ընդգրկուն օրակարգ խաղաղ նպատակներով միջուկային անվտանգության եւ էներգետիկ համագործակցությունից մինչեւ կիսահաղորդիչներ ու չիպերի արտադրություն, 11 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքերի ծրագիր, ինչպես նաեւ Թրիփ հիմնադրամի շրջանակում իրականացվող 2 փուլով 5 եւ 4 միլիարդ դոլարի ներդրումներ, ինչ էր ակնկալում Հայաստանը եւ ինչ ստացավ, հետագա համագործակցության համար ինչ հեռանկարներ են բացվում, հատկապես հաշվի առնելով այն, որ Վենսը Հայաստանի նկատմամբ այնպիսի վստահություն հայտնեց, որ խոսքը ոչ միայն ներդրումների, այլև տեխնոլոգիաների արտահանման մասին է։ Գործնական առումով ստացանք այն, ինչ եւ սպասում էինք, եւ սա թերևս մի կարևոր եւ շատ արտահայտիչ պատկերումն է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հատկապես այցի տնտեսական համատեքստը։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այց, այն էլ Ջեյդի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, վարչապետի խոսքով Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրելով Հայաստանում բացված եւ բացվող ներդրումային հնարավորությունների վրա։ Նաեւ ես գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված, շատ կարևոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու, այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ լոկացիաներ։ Հայաստանն առաջին անգամ պաշտպանության ոլորտում համագործակցություն է սկսում Միացյալ Նահանգների հետ եւ վարչապետի գնահատմամբ կարևոր է ընդգծել, որ դա խաղաղության օրակարգի արդյունք է։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի փետրվարի 7-ին Սպիտակ տանը կայացած առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցումային շրջանի պայմաններում, սակայն ունեցել է մեծ նշանակություն։ Նրա խոսքով փոխնախագահի նկատմամբ հարգանքն ավելի մեծացավ, երբ դեռ Երևան չհասած ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրին, որ այցի արդյունքներով փոխնախագահը զեկուցել է նախագահին եւ տրվել են համապատասխան հանձնարարականներ եւ այսօր արդեն տեսանելի են այդ քայլերի արդյունքները։ Հաղորդավարի հարցին, թե ընդդիմախոսներն ասում են, այդ ինչ միլիարդների մասին է խոսքը, ռելսերը երկաթուղին ոսկուց են անելու, որտեղ են այդքան ներդրումներ անհրաժեշտ եւ ինչու մենք մեր միջոցներով չէինք կարող դա անել։ Վարչապետը հետեւյալը նշեց. Մի կողմից մեր միջոցների եւ ոչ մեր միջոցների մասին սովորաբար ընդդիմությունը մեզ քննադատում է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների պակասություն կա կամ ինչու չեն հաճում անհրաժեշտ չափով։ Հիմա ըստ էության Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու եւ ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից եւ տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Խոսքը ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին է եւ միայն երկաթուղին, ռելսերը չեն, այլ նաեւ հարակից ծառայությունները, բարձր տեխնոլոգիական սարքավորումները, ուղևորների, ապրանքների եւ ծառայությունների հոսքի սպասարկումը, նոր էլեկտրահաղորդման գծերը, խողովակաշարերը եւ մալուխների կառուցումը։ Ըստ Փաշինյանի, վերջինները կարելի է կապել Հրազդանում կառուցվող սուպերհամակարգչային կենտրոնի հետ, որը տարածաշրջանային եւ միջազգային ծառայություններ է մատուցելու արհեստական բանականության ոլորտում, եւ այդ ամենը զուգորդված զբոսաշրջային հոսքերի աճի հետ ստեղծելու է շղթայական էֆեկտ։ Ներդրումը բերում է ներդրում, տեխնոլոգիական ոլորտում բացված մի աշխատատեղը բացում է այլ ոլորտների 3 կամ 4, երբեմն ասում են 5 աշխատատեղ, եւ սա մենք գործ ունենք նույն երևույթի, նույն էֆեկտի։ Վարչապետի արձանագրմամբ, որքան հեռանում ենք օգոստոսի 8-ից եւ որքան քաղաքական նպատակներն իրագործվում են, այնքան օրակարգը տրանսֆորմացվում է դեպի տնտեսություն։ Եվ ինչպես Հայաստան-Ադրբեջան գործընթացում, այստեղ էլ տնտեսությունը սկսում է վազանցել քաղաքականությանը։ Նրա խոսքով, երբ տնտեսական հայտարարությունների տեսակարգկշիռը գերազանցում է քաղաքականին, դա նշանակում է, որ քաղաքական հայտարարությունն արդարացել է եւ գործնական փուլ է մտել։ Դա էր վկայում նաեւ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունների մեծ մասը։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Մենք գիտեք, մենք չքննարկեցինք ընդհանրապես, չխոսեցինք սահմանային վիճակի մասին։
Մենք չխոսեցինք ռեգիոնալ լարվածության մասին։ Իհարկե, օրակարգում եղել են կոնֆլիկտի կամ հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք վարչապետի վստահեցմամբ քննարկվել են, մասնավորապես անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Բայց ես նախկինում էլ ասել եմ, իմ փորձը դա է ցույց տալիս, որ այդ հարցի շուրջ ինչքան մենք անաղմուկ ենք գործում, այնքան Կատունակ Վենսի հետ եք քննարկել։ այդ թվում է, իհարկե։ Ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում եւ հարցը քննարկվել է օրակարգում։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարբերաբար բարձրացնում ենք եւ հետեւական կլինենք այդ հարցի լուծման։ Բաքվի բանտերում ցմահազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների թեմային անդրադառնալով Փաշինյանն ասաց, որ այդ վճիռները իհարկե անձնապես մարդկայնորեն եւ քաղաքական առումով շատ ցավալի ու ծանր են իր համար, սակայն պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իր իներցիան եւ այն հնարավոր չէ մեկ քայլով կամ մեկ լծակով կանգնեցնել։ Եվ բնական հարց կծագի, իսկ ո՞րն է այդ թեմայի լուծման վերաբերյալ մեր պատկերացումը։ Մեր պատկերացումը էլի խաղաղությունն է, որովհետեւ խաղաղությունն է միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Վերադառնալով թրիփին վարչապետը կարևորեց այն, որ Միացյալ Նահանգները Հայաստանում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր, այսինքն աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն լինելու է խաղաղ եւ այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին, ընդգծելով, որ Ռուսաստանին, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու Հայաստանի օրակարգում։ Վարչապետը խոսեց Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ներքաղաքական հարցերից, այդ թվում եկեղեցու բարենորոգումից եւ հունիսի 7-ին սպասվող համապետական խորհրդարանական ընտրություններից։ Այն Նիկոլ Փաշինյանի խոսքով իրականում պարզապես քաղաքական ընտրություն չէ, դա պատմակաղաքական ընտրություն է եւ այ ժողովուրդը պետք է պատմական ընտրություն կատարի։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է Միացյալ Նահանգների փոխնախագահի մամուլի խոսնակը։ Ալիևը եւ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի եւ բարգավաճման, տեխնոլոգիաների եւ դիվանագիտական կապերի վրա, նաեւ խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու համար պայմանագրերի կնքման եւ թույլտվությունների, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան, փոխանցել է փոխնախագահի խոսնակը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել, թե ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է ներկայացնել զինված ուժերում կատարված աշխատանքները։ Նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել պաշտպանական կառույցների ամրացված շրջանների մասին։ Ամրացված շրջանում զինվորների համար նախատեսված ննջասենյակում այստեղ էական փոփոխություններ են կատարել եւ մահճակալների նորամուծությամբ եւ նաեւ փոփոխության են ենթարկել օրինակ բոլոր այս պարագաները ննջասենյակը նախատեսված է եւ հանգստի եւ իհարկե զինվորներ ունեն իրենց համար պահարաններ, իրենց հիգիենայի պարագաները եւ այլ անձնական իրերը պահելու համար։ Բնականաբար կա զինանոց, զինասենյակ, բաղնիկ, ընտրեմ լվացարան, զուգարան, այստեղ ունենք տաք ու սառը ջրի հնարավորություն, խոհանոց, որտեղ պատրաստում են ուտելիքները, ճաշարան, բավականին մեծ քանակությամբ զինվորների միաժամանակյա ճաշելու հնարավորությամբ։ Հիմա մենք մոտ կգործենք տեսադիտարկման համակարգերով հագեցված սենյակ, որը թույլ է տալիս եւ ամրացված շրջանի յուրաքանչյուր անկյունը դիտարկել եւ նաեւ միացված է Հայաստանի Հանրապետության
պետական սահմանի պահպանությունը իրականացնող բոլոր հենակետերում։ Հիմա մենք գտնվում ենք տեսադիտարկման սենյակում, որտեղ, ինչպես նշեցի, դիտարկում հնարավորություն ունեն ծառայողները իրականացնել եւ ամբողջ ամրացված շրջանի, այն է յուրաքանչյուր անկյունի, այսինքն վերահսկողություն ունենալ ամրացված շրջանի նկատմամբ եւ իհարկե նաեւ հնարավորություն ունեն տվյալ պահպանության շրջանի բոլոր հենակետերի հետ կապ ունենալ եւ հետեւել նաեւ նրանց տեսադիտարկման համակարգերի միջոցով։ Կրակակետերը նաև հագեցված են այսպիսի փակման և բացման հնարավորությամբ, որպեսզի բարդ եղանակային պայմաններում ու նաև խաղաղ պայմաններում ցրտից, բուքից, քամուց, ձյունից պաշտպանվելու հնարավորություն լինի, ինչպես նաև քողարկի տեսանելիությունը։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ ընտրել նշված 5 տարբերակներից մեկը։ Ծառայել 24 ամիս ժամկետով, ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ եւ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Թրամփը սպառում է Իրանին կոշտ միջոցներով։ Նա չի բացառել, որ ռազմանավեր կուղարկի Մերձավոր Արևելք մարտական գործողությունների մասնակցելու, եթե Վաշինգտոնի եւ Իրանի միջև միջուկային համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, հավելելով, որ Իրանի ուղղությամբ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի երկրորդ հարվածային խումբը ուղարկվելու մասին է մտածում։ Ամերիկայի ղեկավարը միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են մոտ ժամանակներս համաձայնության գալ Իրանի հետ։ Թրամփի խոսքով Թեհրանն այժմ ավելի մեծ ճկունություն է ցուցաբերում, քան 2025 թվականի ամռանը Ամերիկայի, Իսրայելի եւ Իրանի միջև 12-օրյա ռազմական էսկալացիայի նախօրեին։ Իրանն աշխատում է մի առաջարկի վրա, որը կերաշխավորի երկրի իրավունք ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համար, բայց չի նախատեսի միջուկային զենքի առկայություն։ Այս մասին է հայտարարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ես արդեն հանձնարարել եմ իմ թիմին աշխատել իրագործելի ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա եւ միևնույն ժամանակ երաշխավորի Իրանի իրավունքը միջուկային տեխնոլոգիան խաղաղ նպատակներով օգտագործելու էլեկտրաէներգիայի արտադրության, դեղերի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում, ասել է նախարարը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանը դեռևս լիովին չի վստահում Միացյալ Նահանգներին 2025 թվականին բանակցությունների ֆոնին հասցված հարվածներից հետո ցանկանում է համոզվել, որ նման իրավիճակ չի կրկնվի։ Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում հարձակվողը։ Երկու տուժած ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, մոտ 25 բժշկական զննում է անցել։ Ըստ նախնական տեղեկությունների կրակողը կին է եղել։ Ոստիկանությունը դպրոցում հայտնաբերել է 6 զոհի, իսկ մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Եվս 2 սպանվածի հայտնաբերել են այն վայրում, որտեղ ըստ ոստիկանության հնարավոր է միջադեպ է տեղի ունեցել։ Շիրակի մարզը վերջապես սպանդանոցներ կունենա։ Շարժական կամ մոդուլային սպանդանոցներ կառուցելու համար անցած տարի պետական աջակցության ծրագրեր են ներդրվել։ Մարզի 3 տարածաշրջաններից Աշոտքն առաջինն է սկսել մոդուլային սպանդանոցի ձեռքբերման գործընթացը։ Այն պատրաստ է, բայց գործարկել ավելի ուշ կսկսեն։ Իսկ Արթիկ եւ Ախուրյան համայնքները սպասում են մոդուլային սպանդանոցների մատակարարմանը։ Գյումրիի շուկայի մսագործները միսը բերում են հարևան մարզերի սպանդանոցներից։ Հունվարից մսի վաճառքը կտրուկ է նվազել, ինչն էլ վաճառվում է, մսավաճառները շուկա հասցնում են շատ ծախսեր կատարելով։ Սպանդանոցային մորթի պահանջը խիստ է դրված, մարզում սպանդանոցներ չկան։ Հարևան մարզերից են միսը բերում, սպանդանոցային ծառայությունների վճարներից բացի ճանապարհածախսն է գումարվում։
Արագազից կդամ, կակիենի կաչեն, 5 օրը մեկ 10 օրը կազին իսկը ճարին չի ծա։ Գյումրիի մսակորձների ծախսերը համեմատաբար կնվազեն, երբ մարզում սպանդանոցներ աշխատեն։ Անցած տարի պետության սուբսիդավորմամբ ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրի շահառուներ դարձան Աշոտցքի, Ախուրյանի եւ Արթիկի տարածաշրջանները։ Խոսքը մոդուլային կամ շարժական սպանդանոցների ձեռքբերման մասին է, որի կանխավճարի 80%-ը տրամադրում է կառավարությունը։ Մարզի 3 համայնքները նախապատվությունը տվել են մոդուլային սպանդանոցներին։ Աշոտցքն արդեն ներկրել է անհրաժեշտ սարքավորումները, բայց գործարկման ժամանակը չէ։ 19 միլիոն դրամով մեկ մոդուլային սպանդանոց է Վարդախբյուր գյուղում։ Ես բայն Աշոտցքի Վարդախբյուր բնակավայրում տեղադրված սպանդանոցի հետ կապված իրականացում են տեսչական մարմնի թույլտվություն ստանալու գործընթաց, այսինքն թույլտվություն ստանալուց հետո կարողանա աշխատել։ Աշոտցքի համեմատ ավելի մեծ չափերի մոդուլային սպանդանոցների պատվեր են ներկայացրել Արթիկ եւ Ախուրյան համայնքները։ Սպանդանոցային ծառայություն մատուցող վագոնային տնակները դեռ տեղ չեն հասել, մատակարարման փուլում են։ Հիմնական տեսքը լինելու ենք այդ տնակների պես լինելու, այս ձևով ունենալու է սառնարան, հետո ընթացքում էլ արդեն ինքն եւ նախատեսված է լինելու 10 գլուխ խոշոր եղջերավորի, 100 գլուխ մանր եղջերավորի եւ 20 գլուխ խոզերի համար։ Մեկ հերթափոխի ժամանակ։ Մոտ 50 միլիոն դրամ արժողության Ախուրյանի մոդուլային սպանդանոցը մարզում ամենամեծն է լինելու։ Համայնքը մոտ 6000 քառակուսի մետր մակերեսով տարածք է հատկացրել, հարթեցման ու մաքրման աշխատանքներն անցած տարի են ավարտել։ Տարածքն իր տեղատիրքով հարմար ու հասանելի է տասնյակ բնակավայրերի։ Պետք է ստանդարտներին համապատասխան դուրս լինի բնակավայրի տարածքից, չափորոշիչներ կան, 300 մետր, 350 մետր հեռու է վերջի բնակելի տնից, իսկ մնացած առումներով այս Գյումրի արևիկ Վարդակար այգաբաց ճանապարհն է, Արթիկի կապող ճանապարհն է, որը հիմա նորոգվում է անցած տարվանից արդեն կառավարության միջոցներով, ճանապարհը լրիվ մաքուր է, այդ կողմի վրա էլ այն կողմի վրա գտնվում են Ազատան բնակավայրը եւ կողքի բնակավայրերը, այս մյուս կողմից է Ախուրյանը եւ այս վերևի մյուս բնակավայրը, որը ճանապարհի հետ կապված անցանելիության եւ այլնի հետ կապված, որից այլ խնդիր չկա։ Մոդուլային սպանդանոցն իր բոլոր սարքավորումներով մեկ ամսից տեղում լինելուց հետո գարնանը սկսելու են կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները։ Այս ընթացքում վերագործարկելու հեռանկարում չեն մարզում կառուցված 2 ձորակապի եւ Հայկաձորի մասնավոր սպանդանոցները։ Ձախողվածների կողքին մասնավորի ներդրումներով նորերի կառուցման ծրագրեր այլ համայնքներում կան։ Մենք Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում ունեցանք տնտեսվարողով նախաձեռնեց եւ այժմ կառուցման փուլում է սպանդանոցային տնտեսություն, մասնավորի կողմից ունենք նաեւ Ամասյան համայնքում մեկ տնտեսվարող, որը ցանկություն է հայտնել նոր սպանդանոց կառուցել եւ Կրաշեն բնակավայրում, Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրում նաեւ շարունակում է սեփական տնտեսության համար սպանդանոցի շինարարությունը։ Պետությունը մասնավորին եւս օժանդակելու բաղադրիչ ունի։ Այն մասնավոր ընկերությունները, որոնք սեփական անասնապահական տնտեսության մորթից բացի սպանդանոցային ծառայություններ այլ տնտեսությունների համար կմատուցեն, ամեն մի անասնագլխաքանակի համար 75%-ի չափով կֆինանսավորվեն։ Այս տարվա ընթացքում մարզում հավանաբար կգործարկվեն 3 համայնքային եւ նույնքան էլ մասնավոր ֆերմերային տնտեսությունների սպանդանոցներ։ Շուկայում մրցակցային հնարավորությունները կարող են բերել մատուցվող ծառայությունների գների փոփոխությունների հօգուտ անասնատերերի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Եվ եթերաժամը եզրափակենք մեկ լուրով։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Շանթ Գյումրի տեսալսողական ծրագիրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության իրականացման նպատակով սահմանել է վճարովի եթերաժամանակի 1 րոպեի հետևյալ արժեքները՝ ժամը 9-ից 17-ը 10,000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը, ժամը 17-ից 20-ը 15,000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը եւ ժամը 20-ից 24-ը 20,000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Թարմացված նորությունների սպասեք ժամը 20-ին։